առաքելոց գիրք 5-րդ գլուխ, որտեղ ինձ համար շատ սիրված, իմ կողմից շատ սիրված տեղերից մեկն է, հետևյալ պատմությունը, երեք թե դուք բոլոր կարդացել եք Անանիայի և Սապիրայի պատմությունը, հիշում եք երևի, հա? Մինչ անդրադառնամ ես կոնկրետ այս մասին, մի քիչ նախապատմություն պատմեմ, հա? Սա այն ժամանակներ այն նոր ավետարանական գործ առաքելոց գրքի ժամանակահատվածն է պատմական, երբ որ Սուրբ Հոգին լցվեց, Բեռնատանը հայշում է հաղորդում են Սուրբ Հոգին լցվեց, դա մի նոր բան է, չէ, մինչև այդ նման արթնություն չէր, առաջի արթնությունն է, և մարդիկ լցված Սուրբ Հոգով գործում են, Սուրբ Հոգու զորությունը, մեծ հրաշքներ են կատարում, և այլն, և այնքան էր այդ մտնոլորտը լցված հրաշքներով, այնքան էր Աստծո ներկայությունը, այնքան իրական էր երկինքը, այնքան մոտ էր երկինքը, որ մարդիկ նույնիսկ մտածում են, որ մեզ ոչինչ պետք չէ այս աշխարհում, նրանք նույնիսկ շատերը վաճառում են իրենց ունեցվածքը, ագարակները, տները վաճառում են և բոլորը բերում են գրված առաքյալները ոտքերի տակ են լսում և ամեն մեկին տալիս են իր բաժինը։ Ինչպես կոմունիստներն էլ այդ սխեման ունեցել են, հիշում եք ասում են, ամեն մեկը իր կարողությամբ և ամեն մեկին իր կարիքներին բաժնով, չէ, երևի լսած կլինեք, հա, ով ինչ կարում է անում է և ում ինչ կարիք ունի բաժին է հասում, դա աստվածաշնչյան, դա սկզբունք հայակադուշտեր։ Եվ այդ սկզբունքն է, և գրված է, որ կային նաև մարդիկ, ովքեր ամուսիններ, որոնց անունն է Անանիա և Անանիայի մասին կկարդա, Գործք առաքելոց 5 և իր կինը Սաֆիրան հայերեն երևի անուննա չեմ հիշում, հայերը ոնց էր անուննա, բայց ամեն դեպքում Գործք առաքելոց 5-րդ գլուխ 3 և 4 խոսքերն են կարդում։ Նրանք որոշեցին վաճառել իրենց ունեցվածքը, բայց դրանից բացի այսինքն դա մի որոշում էր, որ շատերն են այդ որոշումն անում և դա արկա էր, որոնց համար տեսանելի էր, որովհետև մարդիկ գալիս էին վաճառած իրենց ունեցվածքը և բերում են այդ գումարները և բոլորը տեսնում էին։ Ինչ-որ մի բան նրան ներշնչել տաս, խաբես նրան, որ նա դրանք ունի ինչպես ճշմարտություն և նա խաբված մնա։ Բայց Աստծուն չես կարող խաբես։ Որովհետև ինչքան է փորձես խաբես, Աստված ամեն բան գիտի։ Եվ խոսքն ասում է, որ Աստված ամեն ծածուկ բան գիտի։ Նրան հայտնի է ամեն ինչ։ Եվ նույնիսկ Դավիթը իր սաղմոսների մեջ գրում է հետևյալ խոսքերը, 19-12-ում գրում է այսպիսի մի խոսք. ով կարող է իմանալ իմ հանցանքները, իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրիր ինձ։ Տեսեք, նաև կան ծածուկ հանցանքներ, որը մարդկանց համար անհայտ են։ Միգուցե Դավիթին հաջողվում էր մարդկանց խաբել։ Եվ իր մեջ բայց այդ հանցանքը կար։ Երբ որ դու մարդկանց խաբում ես, որ այդ հանցանքը չկա, դա չի նշանակում, որ այդ հանցանքը չկա և դու սուրբ ես։ Դու կարող ես ամբողջ կյանքը տապես և ոչ ոք չիմանա, որ քո կյանքի մեջ ինչ-որ ծածուկ հանցանք կա, բայց Աստծուն չես կարող խաբել։ Եվ Պետրոսը նրան հարց է տալիս. Անանիա, ինչու՞։ Այս խոսքը ինչու՞։ Ինչն է պատճառը։ Սիրելիներ, այսօր մենք ինձ էլ է հետաքրքրում այս հարցը։ Ինչու մենք որոշ բաներ անում ենք, ինչու՞։ Ինչն է պատճառը։ Պատճառներից մեկն եմ ասում։ Պատճառներից մեկը նա է, որ մենք լուրջ չենք վերաբերում այն մտքի հետ, այն հայտնության հետ, որ Աստված ամեն բան գիտի։ Ամեն բան տեսնում է։ Մի եղբայր պատմում է, որ նա շատ պարոդային շուն, ոնց կլինի,
Պարոդիստի, լավ շուն, հոգևոր եղբայր է, ուզում եմ մի տարեկան շուն, լավ շուն, մոպս, պարոներից հասկան, մոպս շուն, ուզում եմ մեկին նվիրի, մեկին տա, և ինտերնետում հայտարարություն այդ տեղադրել, որպեսզի մեկին տա։ Մենք գիտեք, որ այսօր շնա, ոնց կլինի, շնա սիրությունը, շոն սիրելը, կենթանա սիրությունը գերադասում է մարդասիրությանը։ Եվ մարդիկ են եղել, որ տեսել են, որ այս մարդ ուզում է շանը տա, և ինքը ընտրում է ունտա, լավ ընտանիք համանը, նրանք սկսել են, միկին սկսել է շատ ահավոր բաներ գրել են, որ դու շատ վատ մարդ ես, քո ընկերոջը, քո շանը, ինքը կներվի, կսատկի, կկարոտի, մեկ սկսել բաներ ագրել, բայց վիրավորանքներով։ Եվ ես եղբայրը, անգերտ եղբայրը, ասում պատմում, ասում երբ որ ես կարդացես կոմենտարյան, և ասում սիրտս բարկությունով լծեց, ուզում է իրան պատասխանել և մտածեց ինչպես պատասխանում, ասում և վերմակը քաշեցի վրես և պատասխանեցի։ Ինչու վերմակը քաշեց, ասում ես մտածում եմ, որ Աստված չի տեսնի։ Հա հին սովորություններից, երեխաները ոնց են, երբ որ մի վատ բան են անում, նրանք ծածուկ թակում, մեր շունը, մեր փոքրիկ շունն են, որ մի վատ բան անում, քսես մի հատ նայմա տեսնող չկա որ անի։ Աստծուն անունարին է խապել, կարող ես ստել, բայց չես կարող խապել, որտև Աստված ամեն բան տեսնում է։ Եվ առաջին բանը, որ Պետրոսը հարցնում է, ասում ինչու, և մեզ էլ այդ հարցը, ինչու ես այդպես անում։ Չէ որ մեզ բոլորից հայտնի է, որ Աստված ոչինչ չի կարող ծածուկ լինել, Աստված ամեն ինչ տեսնում է, հետևաբար ամեն ինչի համար մեզ հարցնելու է։ Մենք պետք է պատասխան տանք, իսկ եթե մենք չենք մտածում, չենք հասկանում, որ Աստված ոչինչ ծածուկ չկա, հետևաբար և աստվածավախությունն են կորցնում։ Չեք վախենում Աստծուց։ Որտեղ եթե դու գիտես, որ Աստված ամեն բան տեսնում է, դու Աստծուց վախենում ես։ Եվ սատանան նպաստում է որպեսզի այսօրվա վերնագիրը ասեմ նոր շարունակել։ Անվերադարձ վերնագիրը, անվերադարձ կորուստ և ցավով վերականգնված արժեքներ, կարող հիշել։ Եվ ընդհանրապես, երբ որ վերնագիրը ասում ուշադիր եղեք, որ վիդեոները դնում եք, ապա վերնագրով եղեք, խնդրում եմ։ Եվ անցած շաբաթվա վիդեոներն եք, ովքեր վիդեոյի բան։ Անվերադարձ կորուստ, եկեք սրա վրա, և սատանան նպաստում է, որ մեր յուրաքանչյուր կորուստը լինի անվերադարձ։ Սատանան ամեն ինչ անելու է, որ դու կարմիր գծերը անցնես։ Եթե ավտովթարի, որ դա մահացու լինի, եթե հիվանդությունի, որ դա մահացու լինի, սատանան ամեն ջանք անում է, որ մարդու մոտ յուրաքանչյուր կորուստ լինի անվերադարձ։ Հիշեցեք։ Սա իր ձեռագիրն է։ Եվ մենք տեսնում ենք այս պատմության մեջ, ասում ես, ինչու թույլ տվեցին, որ սատանան քո սրտի մեջ դնի Աստծուն սուրբ խոսես։ Եվ հետո մենք այդ պատմությունը, եթե կարող եք դուք բացել կարդալ, ես ժամանակը խնայելու համար շարունակեմ, և գրված է հենց այդտեղ Անանյան ընկավ և մեռավ։ Եվ հատուկ ծառայություն կար այն ժամանակ, երիտասարդների ծառայություն է, ով ընկնում մեռնում էր տանում էին թաղում։ Հետո կինը եկավ, և նույն հարցը առաքյալը հարցնում է, Պետրոս հարցնում ասում է, կնոջ ասում է, միթե այս գումարով դուք վաճառեցիք ձեր ագարակը, ասում այո, նայր ընկավ մեռավ, նրան են տարան թաղեցին, անվերադարձ կորուստ է։ Ինչու, որտեղ սատանան նպաստում է, որ յուրաքանչյուր կորուստ մեր կյանքի մեջ անվերադարձ լինի։ Երկու ոլորտներ են նկարագրված այստեղ։
Այսպիսի ասած հանրային, հասարակական կամ ֆիզիկական, եթե կարճ ասենք արտաքին, հա, որտեղ երբ որ մարդիկ ինչ-որ մեծ գումարներ, ցուցադրական բաներ են անում, բոլորը տեսնում են, բայց կան երկրորդ մասը, որը կոչվում է հոգևոր, ներքին, ուրեմն երկու մաս, արտաքին եւ ներքին, առաջինը հասարակական, հանրային, որը ֆիզիկապես արվում, բոլորի համար տեսանելի է, բոլորը ակնկալում տեսնում են դա, իսկ երկրորդը հոգևոր, որը ներքին աշխարհում է, եւ միայն Պետրոսն է, որ Աստծո մարդ էր, Աստծո հոգին հայտնեց նրան, որ Անանյանն ու Սապիրան խաբում են, որովհետև դա անտեսանելի է մարդու համար, ընդհակառակը մարդիկ նայում են, տեսնում են, միգուցե ասում են, ինչ Աստծուն նվիրված մարդիկ են Անանյան ու Սապիրան, ագարակը վաճառեցին, գումարը բերեցին, տվեցին Աստծո գործի համար։ Եվ երբ որ ասում են ինչու սատանան քո սիրտը, այսինքն քո ներքին աշխարհը լցրեց, որ Աստծուն ստեր։ Այսօր ցավոք սրտի մենք կա մի անտեսանելի աշխարհ, մարդկանց համար անտեսանելի, ծածուկ մի աշխարհ, որը եթե մենք չենք գիտակցում, որ դա միայն ծածուկ է մարդկանց համար, բայց հայտնի է Աստծուն, սատանան օգտվում այդ իրավիճակից եւ գործում այդ ծածուկ աշխարհի մեջ։ Եվ նա նպաստում է ամեն ինչ անել, որ քո կորուստը լինի անվերադարձ։ Եվ շատ ժամանակ մենք պարտություններ ենք ունենում, որոշ ոլորտներում մենք կյանքում, որտեղ որ այդպես էլ մտածում ենք, որ հոգևորները, եղբայրները, քույրերը տեղյակ չեն, դա մենակ ես գիտեմ, նույնիսկ իմ կինը տեղյակ չի, իմ երեխեքս տեղյակ չեն, դա մենակ ես գիտեմ, եւ ինչքան ծածուկ է սպանում դա, առանց գիտակցելու, որ միայն նույն Աստված գիտի, սատանան օգտվելու է դրանից։ Ամեն ինչ անելու է, որ քո կորուստը ավելի մեծ լինի եւ անվերադարձ լինի։ Հանկարծ ուրիշ չդրեք, որ կարող ամեն բան լավ լինի։ Եվ գրված է, որ ասում է, ինչու սատանան քո ներքին աշխարհում, քո սրտի մեջ, լցրեց։ Յուրաքանչյուր արտաքին գործեր, արտաքին քայլեր, թեկուզ շատ հոգևոր տեսք ունեցող։ Գործողությունների հետևում կարող է կանգնած լինել սատանան։ Նորից կստանում, ինչպես հասկանանում։ Յուրաքանչյուր արտաքին, հասարակական, սոցիալական կայքերով, բարեգործություն ես լավ բաների մասն եմ, որ լավ տեսք ունեմ։ Որ նայում ես ասես ինչ հոգևոր մարդ է, ինչ բարի մարդ է, լավ բաների մասն եմ խոսում, վատ բաների մասն չեմ խոսում։ Յուրաքանչյուր նման արտաքին գործողությունների հետևում շատ հնարավոր է, որ սատանան կանգնացել։ Ես ասում եմ, որովհետև հենց Անանիա եւ Սապիրայի պատմությունը դա ապացույցն է։ Լավ գործ են անում, բայց հետևում սատանան է կանգնում։ Ցավոք սրտի այսօր շատ բաներ կան, որ տեսքով շատ գեղեցիկ են, արտաքին գեղեցիկ են գրելու, բայց հետև միշտ սատանան է կանգնում։ Դա նույնպես կարող են հոգևոր վարագույրներ լինեն, հոգևոր։ Նույնիսկ կարող են եկեղեցիներ կոչվեն, կարող են քարոզիչներ կոչվեն, կարող են առաքյալներ կոչվեն, կարող են ղևտացիներ կոչվեն, կարող աղոթող մարդիկ կոչվեն։ Նույնիսկ բախտ նայողները, որոնք սատանայի գործն են անում, նրանք փորձում են այդ հոգևոր վարագույրով ծածկել, իկոնաներ են կախում, Հիսուսի նկարներն են կախում։ Մենք
արդեն ենթագիտակցաբար մարդը, որ գալիս է գուշատողի կամ բախտ նայողի մոտ, նա տեսնում է Հիսուսի նկարը, իրան թվում է, թե ինքը եկել է Հիսուսի մոտ։ Եվ այսպես աշխարհը լի է խաբուսիկով բաներով, եւ սատանան ամեն ինչ անում է, մինչ այլոց այստեղ է, ասենք մարդ ինչ որ խնդիր ունի, գնում է բախտ նայողի մոտ, որ հենոր ասում է, ունքը բուժի, ունքի տեղ աչքնել են հանում, հա? Այսինքն նաև սատանան նորից, նա ամեն բան անում է, նպաստում է, որ մարդը իր կորուստը լինի անվերադարձ, որ անհնարին լինի վերականգնել։ Ցավոք սրտի մեր կյանքում շատ բաներ կան, որ կորուստներ, այսինքն մեր սխալների պատճառով շատ կորուստներ, դա մարդկային հարաբերություններ կարող են ունեն, դա շատ բաներ, դա ոչ ժամանակին արված քայլեր կարող են լինել, որ անվերադարձ կորուստ են համարվում ես համար։ Ես եղբայրների հետ խոսում եմ, որ իրաց ամբողջ կյանքում 33 տարի մարդիկ, ասեք նարկոտիկներով 54 տարեկան էր եղբայրը, նշում է իր ծննդյանով էր մնացել է, 33 տարի նա փողոցներում հանցագործ մի անձնավորություն է եղել եւ իր աղջիկա հետ հիմա փորձում է հարաբերություն ստեղծել։ Ես նրան ասում եմ, իրես բաներ կան, որ անվերադարձ է։ Ու չես կարող դարձնել։ Ինչ որ իհարկե ինչ որ հարաբերություն կվերականգնվի, բայց այն ինչ որ դու ժամանակին կարող ես տալ քո փոքր երեխային, քո ներկայությունը, որ իր կյանքում արկալին է, եւ դու նրա հետ այդ հարաբերությունը հայր եւ զավակյալ, դա դու չես կարող վերականգնել։ Բաներ կան մեր կյանքում, սարս կյանքում, որ մտածես մտովի գնաս, այնքան բան կա, որ չես կարող վերականգնել, հա? Կորուստներ են, որոնք չեն վերականգնում։ Իսկ արտաքին, այսինքն յուրաքանչյուր նորից արտաքինը թեկուզ շատ հոգևոր տեսք ունեցող գործողությունների հետևը կարող է կանգնած լինել սատանան։ Իսկ արտաքինից երբ որ մարդիկ նայում են առաջի հայացքից կարող է թվա անիմաստ, անզուգական, նույնիսկ կարող է դատապարտվել։ Մարդիկ նայում են եւ արժեքեր կարող է չտան այս կյանքի մեջ, սակայն նման գործողությունների ետևում կարող է կանգնած լինել Աստված։ Եվ մի քանի բան կպատմեմ։ Ես հիշեցի, ես կանդրադառնամ նորից նրան, Աղքատ Ղազարոսին, ով չգիտի իր մասին, ինքը շատ աղքատ մի անձնավորություն էր, որ գետին պատկած հարուստների դրան մոտ եւ գրված է, որ նա ցանկանում էր, որ այդ հարուստի սեղանից ինչ որ մնացորդներ հասնեն, բաժին հասնեն իրան։ Գրած է իր ցանկությունը դա է։ Նա ցանկանում էր, որ հարուստի սեղանից ինչ որ փշուրներ հասնեն իրան, բայց գրված է, որ շներն են գալիս եւ լիզում նրա վերքերը։ Նրա ակնկալիքները եւ սպասումները չեն արդարացվում։ Բայց նրա հետևում Աստված է կանգնած։ Բայց չեմ կարծում, որ մարդիկ երբ նրա մոտով անցնում էին, նայում էին նրան ասում են հայս մարդու հետ եւ Աստված է կանգնած։ Ուզում եմ պատկերացնել մի բան, խնդրում եմ նորից ուշադրություն։ Նորից Անանայի գործողությունը, Սաֆիրա գործողությունը, որ մեծ գումարներ են բերում Աստծոյի գործի համաձայնում, եւ մարդիկ նայում են, ասում են, այս ինչ Աստծո զորավոր մարդիկ են, ինչ օգնած են։ Ու մեկ էլ պատկերացրեք նայում են մեկին, որ եկեղեցու բակում չէ, հարուստի, երբ որ եկեղեցու բակում է մարդ կանգնած
մուրացկանություն անում, կարող մտածում ես, որ ես մատաղստել, որը հարաբերություն կարող անել։ Բայց երբ որ մի հարստի որ գիշեր ցերեկ թեփ անում, եղբայրներն ասում են Մոսկվա քաղաքում կենտրոնում այս շաբաթ կիրակի ասում են նմանա Սոդոմ Գոմորի։ Պատկերացու այդ Սոդոմ Գոմորի մեջ, որտեղ որ քեֆեր էր անում, ես մեկը գետնի պարտած կեղտոր շներն էր լիզում են իրան։ Երբեք մտքով չի ասի, որ նրա հետևը Աստված է տանում։ Այս Խազարոսի հետևը մենք հստակ կարող իմանանք, թե Աստված է տանում։ Զարմանալի է։ Այս ոնց է հենց լինում։ Եվ հետաքրքիր է, որ մեզ տրված է իշխանություն։ Որտեղ Պողոսն ասում է միթե, տեսեք խնդրում եմ, չէ որ քոններ, այնինչ որ դու ունեիր, և նույնիսկ երբ որ վաճառեցիր, դրա դիմացի գումար վերցրեցիր, էդ են քոնը։ Ինչու Աստծուն խաբեցիր։ Այնքան սիրում եմ ես տեղը, այնքան կարևոր բան ասում Պողոս էստեղ։ Ուղղակի ժամանակս չի ներում, որ ամբողջությամբ, ոչ ամբողջության իհարկե ես չեմ կարող, բայց որոշակի ավելի խորը բացեմ այս փակագծերը։ Ասում եմ, միթե դա քոնը չի, իրականում գիտեք մենք շատ բաներ կա, որ մերն է, բայց մենք դրան արժեք չենք տալիս։ Մենք կարող ենք գրեք, ցավոք, ավելի ենք արժեքավորում, այնինչ մերը չէ, ուրիշներին է։ Եվ այդպես վարվելով արժեքազրկում ենք մերը և դժգոհում մեր կյանքից։ Ասում եք, շատ կարևոր է հասկան, միթե դա քոնը չէ, սիրելիներ, այնքան բաներ ունենք մեզ, բայց մենք ճիշտ չենք վերաբերվում, Անանյան ճիշտ չվերաբերեց իր ունեցվածքին, Աստծուն խաբեց։ Դու կարող ես քո ունեցվածքով, քո կյանքով, քո ապրելով Աստծուն խաբես։ Կեղծավորություն անես, որոշ տեղերում Աստծու առաջ չմտածես, որ Աստված տեսնում է, որոշ բաներ ծածուկ քո շահի համար անես։ Եվ որ կյանքը կարես մեր դժգոհությամբ, դու միշտ կդժգոհես, և մի բան միշտ կպակասի քեզ։ Քո ամուսինը քո համար ամենալավը չի լինի, մեկի ամուսինը լավ կլինի, մեկի կինը ավելի լավ կլինի, քան քո կինը, մեկի երեխաները, մեկի տունը, միշտ ուրիշին ավելի կարժեքավոր ես, քոնն էլ արժեքազրկելով, միշտ կբողոքես։ Ասես, վատ է։ Ինչու, որովհետև Աստծուն ստում են, աստվածավախություն չկա, խապում են։ Փոքր բանի մեջ մի գուցե, բայց այդ փոքրն էլ Աստված քեզ ապրել։ Ինչու ես խապում, ինչու ես ստում։ Միշտ հիշեցեք, Աստված չի խապում, բայց խապողը խապում է առաջնահերթ իրան։ Սա միշտ ուզում եմ որ հիշեք։ Ես կուզեմ մի փոքրիկ օրինակ բերեմ ձեզ և կխնդրեմ մնացական եղբայրս գանձից այստեղ։ Մարդը ապրում է մի անձնավորություն պատմում է, կանգնի մոտս, ինք շատ լավ կարելի է քաղաքցել, ինքը անցավ ես լսել եմ իրա պատմությունը, ինչ պատճառներով վերջը, տնից թողում գրում է և 15 տարեկան հասակում, վերջը գալիս է մի հասակ ինքը դառնում է անտուն, բայց ոչ թե ուղղակի անտուն, այլ ոչրոտ անտուն, այն վիճակի անտուն, որ իր կոշիկները իր ոտքերից կպչել էին, վերքերի մեջ, ասում են վրա բլոճներ էր, ասում են ոչ խանութ կարայի մտնել, ոչ մետրո, ոչ մի տեղի թույլ չէին տալիս մտնեմ։ Ու պատմում է, որ ինքը Սանկտ Պետերբուրգ էր հասել, ասում է մի տանիքում, կտորում, պարկած է ասում է, ես արդեն չէի կարող քայլել,
պահ եկավ, ասում է, և տեսա, որ խավար իջավ ինձ վրա։ Ասում ես վախեցա։ Եվ սողալով, հա, երևի ճիշտ կնի ասել, դերների վրա, այդ տանուչից իջնում ամերքեր։ Գնում մի եկեղեցի, մտնում, սողալով, խաչի մոտ և մտով է ասում, նույնիսկ խոսել չէ, մտով է ասում, Աստված ինձ փրկի։ Վերջը չեմ ուզում դեպի ցավացնեմ։ Աստված փրկեց իրան։ Փրկում արել։ Դառնա նորմալ մի անձնավորություն։ Գնում աշխատանք։ Գումար ավաստակում, տուն ավաղցում։ Մտնում մի խանութ, տեսնում շատ թանկարժեք կոշիկներ է, բայց հասկանում որ չի կարող գնում։ Վերադառնում տուն, եկեղեցում ինչ-որ ապրանքներ են բերում, որ բաժանեն։ Ինքը մասնակցում այդ ծառայությանը։ Երբ որ այդ ապրանքներից մի ակը բացում են, տեսնում այդ նույն կոշիկներից փոշին վրեն, դրած այդ ակի վերևը։ Ուրախանում է, ահա իմ օրհնությունն է, նույն կոշիկը, թանկ կոշիկների ինչ-որ բրենդը։ Վերցնում է, մաքրում, սիրում, հագնում, գալիս, հովը տեսնում, ասում ես ո՞րտե ես քեզ այս կոշիկները, ասում է, արտքեց եմ ասում, դա իմ կոշիկներն են։ Չեմ ուզում երկար բարակ խոսամ, ուղղակի ես այս մարդու բանն եմ ասում։ Մեկը բերում է, ասում է 70,000-անոց ինձ կոստյում է նվիրում։ Դա ընդամենը 3 տարվա առաջ է պատմությունը։ Ես իրան լսում եմ, և ինքը խոսում ասես բաներ է պատմում, ասում եմ տեսնես եթե այս աղքատ հազարոսը լսեր սրա վկայություն, ինչ կասեմ։ Ինքը մտավ է ինքը ինձ հետ խոսում է, ես հազարոսը մասն եմ վկայություն։ Ասում տեսնես սրան ասում չեմ ուզում երկար բարակ խոսամ, մի օր ինքը նորից հայտնում է փողոցում։ 7 տարի փողոցների։ 3 տարի առաջ նորից ինքը վերականգնվել է, բայց 7 տարի նորից փողոցներն անգել։ Եվ ավելի վատ վիճակում, ինքն ասում է 7 դևերը նորից հարձակվել են ինձ վրա։ Ինչ ա լինում։ Մարդը կյանքում ապրում, նորմալ մարդ է, կյանք սկսում է իրան ծեծել։ Ինչ ծեծել եմ։ Ծեծում է, ցածրացնում իրան, ցածրացնում, այնքան է ցածրացնում, որ մինչև հատակին հասավ։ Հենց ուզում է վեր կենա նորից խփում է, այնքան խփում է հատակին է հասնում։ Եվ ես մարդն էլ ճարչում է, ինքը գիտեք մի հետաքրքիր բան է ասում, այս մարդկանցից վախենում է։ Ինձ ասում է մեջ սարսափ է երբ մարդ հետ։ Իրան ճարչունի։ Ինչ անում, կանչում է Հիսուսին, Հիսուս կարիք։ Այս մարդուն ծասկում է, այստեղ է ծասկում է սատանան, որ ծեծում է, ես ասում եմ կյանքը, բայց հետևը սատանան է, չեք անում։ Հիսուսը ծածկում է, չի թողում ծեծում։ Եվ կամաց վերականգնում է իր կյանքը։ Եվ այդ ընթացքում ինքը թանկարժեք կոշիկներ անելու, 70,000 կոստյումներ անելու, արդեն ռեստորաններ ա մտնում, վրից բլոճների բանի հոտ չի գալիս, բլոճներ չեն թափվում, ծածկած բանում է։ Եվ որ անում սատանան սկսում է իրան արդեն բանանել, ուշադրությունը գրավել։ Բայց լավ է, չէ կյանքը արդեն։ Այս մարդը ամեն ինչ նորմալ է, թանկարժեք կոստյումով, շորերով, կամաց իրան ուշադրությունը գրավելով քաշում հանում է և Աստված մնում է դատարկ տեղը։ Չի ոգևորել։ Շա։ Մերսի։ Որովհետև նա ամեն ինչ անում է, որ քո կորուստը անվերադարձ լինի։ Ինչքան ոտքի կանգնես, այնքան քեզ հետ է քաշելու։ Այն ինչ որ իրան չի հաջողվել առաջի անգամ անի, նա անելու է երկրորդ անգամ։ Իմ ժամանակն է դեր անում է։ Խնդրում եմ նվագողը եղբայրը գա, 30 րոպես լրացավ։ Կամ քույրը։ Որտեղ այն ինչ որ մենն է, ասում չէ որ քոնն է, ինչու խաբեցիք։ Չէ որ ինչ ունես քոնն է, ինչու խաբեցիք։ Արդեն։
Սատանան շեղում է։ Եվ զարմանում եմ, ասում եմ, հետաքրքիր է, երբ որ ինչու Ղազարոսին չէ շեղում Սատանան։ Հետաքրքիր է, չէ՞։ Մտածել եք երբևիցե։ Որտեղ ամեն պատճառ կար նրան, որ ինքը ինքնուրույն մտածել ասել ես իմ կյանքս էս ինչ է։ Բայց էս է անվերադարձ օրուստ և ցավով նորոգված արժեք։ Կան բաներ, որ ցավով են վերականգնում ժողովուրդ ջան, ուրիշ դեմ չի վերականգնում։ Մինչև չի ցավում, դու արժեքը չես իմանում։ Պիտի ցավով վերադարձվի, և Աստված թույլ է տալիս, որ ցավա, որ հասկանաս, որ ցավը չես հասկանում։ Պիտի կորուստ ունենաս որոշակի, բայց դա անվերադարձ չէ։ Լսեք, լավ, բենտե մի քիչ ժամանակ ուղղակի չի երիքում, թե չէ մի քիչ կանցնի հոբի։ Ինչ մեծ ցավեր ունեցավ հոբը։ Այն աստիճանին, որ իր ամենահավատարիմ մարդը իրան կինը։ Ասեք, շատերը չեն սիրում հոբի կնոջը, բայց հոբի կին շատ հավատարիմ է։ Իր ամուսնու կողքի միջև էր կանգնած է։ Եվ ուզում էր իր ամուսնուն ազատել այդ ցավերից, պրոստը ինքը մի հայտնություն չուներ, որ մարդ չի կարող ուրիշին ցավերից ազատել։ Դու կարաս հավատարիմ միջև վերջ իր մոտը մնաս, բայց դու չես կարող իր ցավերը վերցնել, այլ ասում եք ցավը տանեմ, չէ՞։ Դա ուղղակի մարդկային ցանկություն է, դու չես կարող ուրիշ ցավել։ Դու կարաս ուրիշներին ցավացնես, բայց չես կարող ուրիշ ցավել։ Եվ հոբը այդ ցավերով անցնելով նա վերականգնվեց, ավելին քան ուներ։ Եվ մի երիտասարդ պատմում է մի այսպիսի բան։ Ասում է ինքը ճանապարհային ոստիկան է ժամանակին։ Հետո ինչ-ինչ պատճառներով էլի անձամբ ինձ է պատմում։ Հենց Լյուբերց քաղաքում է ձեր քաղաքները։ Կրասկովա եմ ապրել հա։ Ինքը սկսում է նարկոտիկներ օգտագործել և այլն վերջը, հետո Աստծու կարիքն անենում տանում են ցենտրը փրկվում է, մի խոսքով, այս տղա երիտասարդը փրկվում է։ Եվ որ փրկվում է եղբայրները տանում են այս տղուն մի արտադրամասում, որ աշխատի։ Ռեվցենտրից տանում են, որ աշխատեն, որ ու պատմում էին, ասում այդտեղ աշխատում էին միջին ասիացիներ։ Հասկանում եք։ Եվ ասում դրանցից մեկը իրանց մեծն էր։ Ասում և մի օր ինքը ինձ կանեց ինձ ասեց, էй, արիստեր է։ Հասկացան, չէ ինձ է։ Հոպոց այն ձերով է։ Ասում կանգնած ասում Աստված իմ, ես ոստիկան եմ, ամբողջ կյանքում, ասում երբ որ մենք պլանը չէինք կարող հանձնել, մեզ ղեկավարությունն ասում են, յուրաքանչյուր ազիատի բռնեք բերեք, գրեք պլանը հանձնել։ Իրանք մեզ համար քայլող գործ են, պլատակոր են։ Ասում հիմա, ինքը այնտեղից կանած ինձ ասում էй, ասում արի էստեղ։ Ասում գնացի, իրան հրավիրեցի դուրս, մի երկու լավ բան ասեցի։ Եղբայրներն իմացան, ասեցին չէ, եղբայր դու ճիշտ ճանապարհը չես, արի։ Ասում երբ տարան իս ճանապարհի մի ծայրը մի տեղ կայունացրեցին, մի հատ ռեկլամեն կախեցին դրից։ Ասին տեսեք այն։ Ասում այնքան դժվար էր, ցավ էր ապրել, որ ես ճանապարհ, մի ժամանակ կանգնած մեքենա է կանգնած ու փող աշխատում, հիմա ասում ռեկլամեն։ Գովազդային, տեսել եք ճանապարհին։ Ասում ցավ էր ապրել։ Եվ գնացի եղբայրների ոտն ու ձեռն են խնդրեց, ասեց առաջում եմ ձեզ։ Ինձ վերադարձրեք այդ որ ինձ էր ականջում, ասում արի ստեղ, այ իրան մոտ վերադարձրեք, ուզում եմ իրան հետ աշխատել։ Պատկերացնում եք մարդը,
ինչ խոնարհություն է, ու տանում են աշխատում է, ինքը հիմա հովիվ է, ասեմ մի անգամից առաջ գնա։ Աստված իրան բարձրացրեց խոնարհության պատճառով։ Ինքը հիմա Վոլգոգրադսկի օբլաստում հովիվ է, ռուս անձնավորություն է, լավ երիտասարդ։ Երբ որ ես նման բաներ լսում եմ, ասում եմ, Տեր, իրոք բաներ կան, որ ցավով ես հասկանում։ Պետք է ճանապարհի կողքին եզրին կանգնացնեն, մի բան է գցեն վզովը, որ հասկանաս։ Ուրիշ դեռ չես հասկանում։ Պետք ցավով վերականգնվի։ Եվ շատ ժամանակ ցավը մեր հարաբերությունը Աստծո հետ վերականգնում է եւ նորացնում է, նորոգում է, թարմացնում է։ Չեք հավատում։ Ես հավատում եմ, վերջացնում եմ։ Մի պատմություն է պատմեմ առած։ Չգիտեմ, այս պատմությունը որտեղից եմ ես վերցրել։ Մի տղամարդ իր մեքենան, իր սիրած մեքենան փայլացնում է, պավերովկա է անում հայերեն ասած։ Եվ իր փոքրիկ տղան, որդին, մոտենում է, վերցնում քարը սկսում մեքենայի ինչ որ բան գրել է։ Հայրը երբ որ նկատում է շատ ուժեղ զայրանում է, մոտենում է և այնքան ուժեղ է խփում այդ իր որդու ձեռքին։ Գիտեք է այդ պատմությունից։ Այնքան ուժեղ խփում է իր որդու ձեռքին, մատները վնասում է փոքր երեխայի։ Տանում են իմանալուց, իհարկե հայրն էլ ադինում ինձ, բայց բժիշկներն ասում են նրա մատները հեռացում եք, որտեղ այդ ջարդվածքները չեն կարող վերականգնել։ Երբ որ հայրը մտնում է որդին ասում է, հայրիկ ասում է, իսկ իմ մատերը երբ են աճելու։ Հայրը ավելի մեծ ցավ ապրում, ոչինչ լռում է, չի կարող ինչ պատասխանի, ինչ ասի։ Վերադառնում է, գալիս է տուն, գալիս է նայում իր մեքենան, տեսնում է իր որդին քարերով գրել է, պապա, ես քեզ սիրում եմ։ Մեքենայով խազում է։ Բռնում է մեքենան ջարդում։ Հերը, վերցնում է մեքենան ջարդում, իր սիրած մեքենան։ Շատ ժամանակ մինչև ցավ չես ապրում, դու չես կարող ճիշտ արժեքները հասկանալ կյանքում։ Մեքենան ավելի արժեքավոր էր դարձել, քան իր որդին։ Շատ բաներ կան մեր կյանքում, որ մենք արժեք չենք տալիս, արժեքազրկում ենք, բայց երբ որ ցավացնում է դա մեզ, նոր վերականգնում է արժեքները, բայց հիշեք սրա մեջ վտանգ կա, սատանան ամեն ինչ անելու է, որ այդ քո կյանքի ոլորտների մեջ քո կորուստը անվերադարձնի, քանի ուժ չի կանգ առնել, մի պահ սթափվենք, մտածենք այն մարդ, վաղը ինչ ա լինելու, համ գիտեք թե միշտ այսպես գնալու գալու ենք, մեր ուզած շորերն ենք հատկելու, մեր ուզած բաներն ենք ուտելու, մենք չգիտենք, վաղը ով կլինի, ով չի լինի։ Եվ մանիպուլյացիան այսօր այնքան շատ է, ծնողները երեխաներին են մանիպուլյացիանում, երեխաները ծնողների, քույրերի, եղբայրների, քույրերի, մանիպուլյացիա, որը էգոիզմի վրա է դիմում։ Սիրելիներ, մի թույլ տվեք, սատանայի տեղ մի տվեք, հիշեցեք, նա ամեն ինչ անելով, որ մեր կորուստները անվերադարձնի, բայց դու, երբ որ ցավ ես ապրում, երբ որ քո կյանքում ինչ-որ ոլորտներում որոշ ցավ կա, որոշ դարդ կա, որոշ բաներ կան, թույլ տուր, թող Աստված այդ ցավերից մեծ արժեքավոր է այն ինչ որ քոնն է։ Պետրոսն ասում է, միթե քոնը չի, քո ունեցվածքը։ Ինչու ես Աստծուն խաբում։